եւ Հայաստանի Հանրապետությունից Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ Օմարի լեռնանցքում վերջի խորհրդակցության ժամանակ այն ժամանակն էր, որ Վարդենիսում ժողովրդի մի մասը հիասթափված ծանր իրավիճակում կապված 94-ի հունվարյան պատերազմից հետո։ Փառք Աստծո, մենք այդ պատերազմը հաղթեցինք եւ խորհրդակցության ժամանակ դուք մեծ հնարավորություն տվեցիք եւ սպառազինությամբ համալրեցիք տվյալ հատվածի հյուսիսային ճակատի բոլոր ստորաբաժանումներին, որպեսզի մեր առաջխաղացումը լինի եւ մենք դիրքերը, նախկին դիրքերը միջև Օմարի բարձունքը վերցնենք եւ վերցրեցինք ձեր գլխավորությամբ, ձեր ղեկավարությամբ։ Պարոն նախագահ, Վարդենիսի ժողովուրդը այդ տարածքի պաշտպանության հիմնական կազմակերպիչն էին։ Մենք տեսել ենք ձեր զորությունը, գիտենք ձեր ռազմական փորձն ու կարողությունը եւ այսօր էլ Վարդենիսի սահմանի ապրող ժողովուրդը ձեր հետ են, ձեր կողքին են։ Առաջ հաղթանակ։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Պարոն նախագահ, իջնեմ, այսենց աբեմից իջնեմ։ Ես շատ երջանիկ եմ, որ այսօր հաղթանակ կերտած լեգենդի ձեռքն եմ սեղմել։ Ողջունում եմ ձեզ։ Բարի գալուս։ Մի բան ասեմ, պարզվեց, որ հաղթանակն էլ էր ճակատագրական սխալ։ Գիտեք, ես ուզում եմ որպես հին մարդ, ես այսպես եմ էի կարծում, որովհետև երկար տարիներ ես կտրված եմ եղել, առաջի անգամ եմ դուրս գալիս մարդամեջ։ Հիմա ասում եմ, օրհնի այս հաթը, որ ես Շնորհակալություն, շնորհակալություն։ Եկեք րոպե, միկրոֆոնը ձեռքից վերցրել ես, հետ չես տալիս, հա։ Լավ, հիմա մեր պատգամավորները այստեղ են, տեսակ արդեն պատգամավորները, մեր Աննա Գրիգորյանը, Քրիստինեն, Աղվան Վարդանյանը, ելով կահա մեր սևակը, հիմա ինչ ունենք ասելու։ Մի րոպե, պարոն նախագահ, կարելի է։ Հարգելի ժողովուրդ, մենք բոլորս ճանաչում ենք միմյանց։ Ամոթ նրան, ով դժվարին պահին կլքի իր ընկերոջը, հազար ամոթ։ Մենք տեսել ենք մեր օրերի մեջ ժամանակներ դժվարին ու ավելի դժվարին։ Բայց այդ ժամանակները, այդ դժվարությունները մենք հաղթահարել ենք միասին, մի մոռացեք այդ պահերը։ Մեծական իմաստուն խոսք կա, ասում է իմ տեսած գայլը թող ինձ ուտի։ Հիշեք, մի մոռացեք մեծերի խոսքը, որ այսօր քարոզում են ու ասում են անցյալը մոռացեք ընդմիշտ, չկա նման բան։ Մենք անցյալով ենք այսօր ներկա, մեր ներկայով պիտի գնանք դեպի ապագա։ Մեր միասնությամբ, մեր տարբերակով, մեր մարդկային ու կայուն քայլերով դարձ մենք չունենք այլևս, բավական եղավ։ Տեսեք մեր այս լուռ ու կանգուն լեռները այս ամենի լուռ վկան են, որ հազարամյակներ շարունակ այս լեռներին իշխել են մեր պապերը, այսօր եկել են մեր հայոց, Արևմտյան Հայաստանով, Ջավախով, Արցախով, Գեղամալերներով, նստել են օտարները, նրանք են իշխում, ով են նրանք։ Սա գալիս է հենց մեր թուլությունից, ժողովրդի թուլությունից։ Մի մոռացեք 90-ականների վերջերը, որ մի պարկալյուրը վաճառում են 18-20 հազար դրամով։ Մարդու հիմնական էությունը, որպեսի նա հզոր լինի, դա կայուն սահմաններ ունենալն է և փորկուշտ լինի։ Այո, մեր սահմանները կայունացան, մի պարկալյուրը դարձավ 4-ից 5 հազար դրամ, 5 անգամ իջավ։ Մի մոռացեք, ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ։ Մի մոռացեք։ Եկեք միասնական լինենք, միասնական, ու երբևիցե չմոռանանք մեր անցյալի դժվար պահերը։ Այժմ երկու բառ եմ գրել ես,
իհարկե այստեղ տրամբողջությամբ ես եմ գրել, բայց ընդամենը երկու քառատող եմ ընթերցում, ընդամենը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, Արցախը Հայաստանը եւ Վերջ գոռացիք, թուրք ու թաթարի ցանկությունը կատարեցիք, դրանով իսկ Մինսկի խմբի ճակատին թքեցիք, ԱՄՆ, Ֆրանսիան եւ Ռուսաստանը զարմանքից փակվեցին իրենց իսկ տանը, բախտի կմահաճույքին թողեցին նիկոլական փլուզվող Հայաստանը, ժողովուրդ, Քել քաղաքենք, միասնական լինենք, ձեր ցավը տանը, մենք ուժեղ ենք, մեկ հայը ունակ է կանգնելու 10, 20, 30 թուրքի դեմ, մի մոռացեք, շնորհակալություն, Արոն Քոչարյան, նախապես շնորհավորում եմ ձեր հաղթանակը, մեր հաղթանակը։ Նախագահ, թերևս դուք միակն եք այն տեխնոլոգիաներից, ով ղեկավարել է եւ Արցախում եւ Հայաստանում եւ միջազգային ասպարեզում դուք ունեք ղեկավարման այնպիսի փորձ եւ միջազգային հարթակում մեր պետությունը ներկայանում էր սեփական շահերը թելադրողի կարգավիճակով։ Ըստ ձեզ ներկայիս բարդ իրավիճակում որքանով է հնարավոր վերադարձնել այդ սուբյեկտայնությունը եւ միջազգային հարթակում կրկին դառնալ սեփական շահերը թելադրող կողմ։ Շնորհակալ եմ։ Հիմա բանը, իհարկե հնարավոր է, ուղղակի հայկական շահերի ձևակերպում պետք է տաս, պետք է քո արմատներից չփոկվես, դու հասկանաս, որ քո ժողովուրդը բաժանելով, սև ու սպիտակի իրար դեմ հանելով, դու չես ուժեղանում, դու հակառակը թուլանում ես, սփյուռքին օտարելով դու թուլանում ես, մի մեծ հսկա պոտենցիալ դու օտարում ես Հայաստանից, եւ իմ բանաձևը հետեւյալն է, Հայաստանը շատ ավելի մեծ է, քան մեզ թվում է, ոչ թե քառակուսի կիլոմետրով եմ ասում, այլ իր ներուժով, իր պոտենցիալով, հետո մենք ունենք մի պատմություն, հայտնի է, որ պատմություն ունեցող ժողովուրդ ենք, երկրներ կա, որ այդ պատմությունը նաև չունեն, ասենց մի քանի բան գործոն իրար, որ կպցնում ես, պարզում է, որ մենք շատ ավելին ենք, քան մենք մտածում ենք մեր մասին, եթե մենք արհեստական, ասենց կողքից տաշելով բան չանենք, մենք ինքներս մեզ չփոքրացնենք, այսօր ես դա եմ տեսնում, որ մենք ինքներս մեզ արհեստական ձևով փոքրացնում ենք, այսպես քարտեզը դրած, այդ չես, դու ավելի մեծ ես, հնարավոր է անել, հնարավոր է։ Շնորհակալ եմ։ Հաղթանակը շնորհավորենք, պարոն Քոչարյան։ Ապոջան մի հատ Կարեն ջան կանգնեցի։ Ես նկարվել եմ։ Ապո կանգնի։ Լեռնարի։ Դու որ կանգնես նկարվել։ Չէ, ֆոտո։ Մտնեք։ Ապոջանարի։